հավաքալու երեխաների վիկտորինան, այսինքն թե ինչ ենք սովորել ուսումնական տարվա ընթացքում, իհարկե ոչ ամբողջությամբ, հնարավոր չէր լինի այդքանը ցուցադրել, բայց մեծ մասամբ կփորձենք այն ամենը, ինչը որ կարևոր է ցուցադրել եւ շատ շնորհակալ եմ առաջին հերթին ձեզ բոլորիցս, ձեր բոլորի աջակցության համար, սիրո ու խրախուսանքների ու ինձ համար շատ ոգեշնչող է, որ բոլորդ այսօր այստեղ ներկա եք եւ բոլորի թույլտվությամբ մենք կսկսենք մեր այսօրվա փոքրիկ բացված վիկտորինան եւ սկիզբը կազմարենք մի փոքրիկ գեղեցիկ երգով։ Եվ քանի որ ես ձեզի սկզբանը խոստացել էի, որ մենք այսօր տարբերվող պարապմունք ենք ունենալու միասին, եկեք բոլորով կանգնենք գեղեցիկ ոտքի եւ ողջունենք մեր հյուրերին։ Բարև շատ բարև։ Հիմա նստեցինք, բոլորս գիտենք, որ մենք աշակերտի նման գեղեցիկ պետք է նստենք եւ քանի որ դուք շատ գեղեցիկ երգեցիք տարվա եղանակների մասին, ես ուզում եմ եւս մեկ անգամ մենք նորից հիշենք, վերհիշենք, թե տարին քանի եղանակ ունի, ով կպատասխանի։ Ասանք տարին քանի եղանակ ունի։ Տարին ունի 4 եղանակ, քարոզն համար Աշուտը։ Ճիշտ է։ Արդյոք կկրկնես տարվա եղանակները եւ մոտենաս պաստառին մեզ համար ցույց տաս տարվա եղանակները, չէ՞ որ մենք այստեղ գեղեցիկ պաստառ ունենք։ Տարին 4 եղանակ, քարոզն համար Աշուտը։ Շատ ապրես։ Տարը դու եք կկրկնես տարվա եղանակները։ Տարին ունի 4 եղանակ, քարոզն համար Աշուտը։ Իմ աղջիկն է դալի դու եք ասել տարվա եղանակները։ Տարին ունի 4 եղանակ, քարոզն համար Աշուտը։ Ապրես։ Տարին ունի ճիշտ է 4
Մար, աշուն և ձմեռ։ Եկեք հիմա հասկանանք դրսում տարվա որ եղանակն է, ով կարող է ասել։ Ասա Արմենի, հիմա դրսում տարվա որ եղանակն է։ Հիմա դրսում տարվա եղանակն է քարն է։ Ճիշտ է։ Նատալի, հիմա դրսում տարվա որ եղանակն է։ Ճիշտ է։ Նարը, դու էլ կասես հիմա դրսում տարվա որ եղանակն է։ Հիմա դրսում տարվա եղանակն է քարն է։ Ճիշտ է։ Հիմա դրսում տարվա եղանակներից քարն է։ Եվ ինչ գարնան ամիսներին անդրադարձ կատարել, ես ուզեմ միասին թվարկեք տարվա ընդհանուր ամիսները, հասկանալու թե տարին քանի ամիս ունի, ով ինձ համար կթվարկի տարվա ամիսները, ով կասի։ Արմեն, մի քնես գրակատների մոտ մեզ համար թվարկես տարվա ամիսները և ասես դրանք քանիսն են, հա։ Տարին ունի 12 ամիս, հունվար, փետրվար, մարտ, ապրիլ, մայիս, հունիս, օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր և դեկտեմբեր։ Եվ հիմա ես ուզում եմ, որ դուք ինձ համար ասեք գարնան ամիսները, գարունը քանի ամիս ունի։ Մեր կարող ես ասել գարնան ամիսները և թվարկես մեզ համար։ Գարուն ունի 3 ամիս, մարտ, ապրիլ, մայիս։ Ճիշտ է, Արտյոմ, դու էլ կասես գարնան ամիսները։ Գարուն ունի 3 ամիս, մարտ, ապրիլ, մայիս։ Ճիշտ է, գարունն ունի 3 ամիս, մարտ, ապրիլ և մայիս։ Եվ երեխաներ, քանի որ մենք բոլորս գիտենք, որ աշնանը թռչունները չվում են, ուզում եմ հիմա իմ հարցը ուշադիր լսել։ Ում են չվում թռչունները և ինչպես ենք անվանում դրանց խմբերին։ Արմենուհի ասա, ում են չվում թռչունները և դրանց խումբը։ Թռչունները չվում են տաք երկրներ երամներով։ Ճիշտ է, երամներով։ Մեր դու էլ կասես թռչունները ում են չվում։ Թռչունները չվում են տաք երկրներ երամներով։ Ճիշտ է, թռչունները չվում են տաք երկրներ երամներով։ Եվ եկեք հասկանանք, որն է գարնան ավետաբեր թռչունը, ով կարող է ասել։ Ասա Արտյոմ, որն է գարնան ավետաբեր թռչունը։ Գարնան ավետաբեր թռչունը ծիծերնով։ Ճիշտ է, նայեք դες գրադարի մոտ, ևս մեկ անգամ մեզ ասես գարնան ավետաբեր թռչունը և ցույց տաս, որն է գարնան ավետաբեր թռչունը։ Ճիշտ է, ծիծեռնակը, բարձր խոսի, իսկ ինչպիսին է ծիծեռնակի օջիկը։ Ճիշտ է, մկրատած ձերից։ Երեխաներ, մենք մի փոքրիկ բանաստեղծություն գիտենք ծիծեռնակի մասին, ով մեզ համար արտասանի։ Նարդալի կասես, քանի որ արտասանի մեզ համար այդ փոքրիկ բանաստեղծություն է։ Արի սիրուն ծիծեռների, արի մեզ իսերի կաչի, որ մերատոցը կոչի։ Ծովի փրփուր։ Ծովի փրփուր աճող գարիշ։ Գարնան։ Գարնաշնչող թուարի։ Ապրես, եկեք Արտյոմին տեսնենք, Արտյոմ կասես մեզ համար այդ փոքրիկ բանաստեղծությունը։ Ay, սիրուն ծիծեռ, ay, թարուտուբե, սևի մերատաճի դունես մաշատացեք, պոջի դունես, ծովի փրփուր աճող գարնաշնչող տաճող։ Շատ լավ։ Քանի որ մենք խոսեցինք ծիծեռնակի մասին, ես ուզում եմ մի քանի չվող թռչունների անուններ թվարկենք տենը։ Ինչ չվող թռչուններ են։ Արագի է, ծիծեռնակ է, կրունկ է, կգու և ինչ գիտենք կա։ Արավ, ճիշտ է, դրանք բոլորը չվող թռչուններ են։ Եվ ինչ էին ուտում այդ թռչունները, որ չվեցին դա երկրներ։ Ճիշտ է, միջատակ է, բայց արի նախադասության պատասխանենք, հա։ Արմենուհի կասես։ Ինչ են ուտում այդ թռչունները։ Միջատակեր են։ Ճիշտ է, այդ թռչունները միջատակեր են։ Մեր դու էլ կկրկնես։ Այդ թռչունները ինչեր են ուտում։ Այդ թռչունները միջատակեր են։ Ճիշտ է, այդ թռչունները միջատակեր են և նրանք ծնկանը այստեղ չէին կարող ապրել, դրա համար չվեցին տաք երկրներ, Արտյոմ ուղիղ ենք նստում։ Եվ քանի որ մենք խոսեցինք չվող թռչունների մասին, եկեք հասկանանք, որ թռչունները մնացին մեզ մոտ և ձմեռեցին։ Եկեք ձմեռող թռչունների անուններ թվարկենք։ Ով կարող է ասել, Եվ ինչ ասեցիր դու Արմենուհի։ Ագրավ, իսկ կաչաղակը, կաչաղակը չվում էր, թե մնում էր։ Ձմեռող թռչուն է։ Իսկ ինչ էին նրանք ուտում, որ մնացին մեզ մոտ։ Եկեք տեսնենք Արմենուհի մի փոքր շուտ է պատրաստված, հասկանանք ինչ է այդքան պատրաստել մեզ համար, ասա ինչ էին ուտում իրենք, որ մնացին մեզ մոտ ձմեռեցին։ Այդ թռչունները ուտում են ծառի ճյուղեր և մարդկանց թողած հացի մնացող։ Ճիշտ է։ Նարե դու եք կրկնես ինչ էին ուտում այդ թռչունները։ Այդ թռչունները ուտում Ուտում են են բարձր խոս։ Այդ թռչունները ուտում են ծառի ճյուղ և մարդկանց թողած հացի։ Ճիշտ է, այդ թռչունները ուտում էին ծառի ճյուղեր և մարդկանց թողած հացի մնացորդներ։ Եվ քանի որ այդքան խոսեցինք մենք թռչունների
Ես ուզում եմ նաև մենք հասկանանք, որն է գարնան ավետաբեր ծաղիկը, ով կասի մեզ համար գարնան ավետաբեր ծաղիկը, ասա մհեր, որն է գարնան ավետաբեր ծաղիկը։ Գարնան ավետաբեր ծաղիկը ծնծաղիկն է։ Նավելիք, կաս գրադարտակի մոտ մեզ համար ցույց տաս ծնծաղիկը, որ մենք հասկանանք, որն է դա։ Որն է գարնան ավետաբեր ծաղիկը։ Ճիշտ է, ապրես գարնան ավետաբեր ծաղիկն էլ ծնծաղիկն է։ Եվ քանի որ մենք արդեն բավականին հասկացանք, թե դուք ինչեր եք սովորել, այժմ, քանի որ մեր առաջին ծրագրային քաղաքիչը որպես այդպիսին ինչ շրջապատող աշխարհից է, ես ուզում եմ, որպեսզի մեր հաջորդ արդեն խոսքի զարգացման եւ գրաճանաչության ընթացքում դուք նորից այսպես գեղեցիկ նախադասություններով պատասխանեք։ Դուք պատրաստ եք նորից այսպես պատասխանել։ Այո, եւ այժմ եկեք մի փոքրիկ անիմացիոն ֆիլմ դիտենք մեր հաջորդ պարապմունքի վերաբերյալ, հասկանալու համար, թե ինչ ենք նայում եւ հաջորդիվ ինչեր ենք նաեւ խոսելու դրա թեմայի մասին։ Եկեք մի փոքրիկ ֆիլմ դիտենք, եթե ձեզ այդպես հարմար է, կարող եք նայել։ Այսօր դժվար է պատկերացնել մեր կյանքը առանց հայերեն տառերի։ Նրանք մեր շուրջն են, մենք գրում և կարդում ենք հայերեն, բայց միշտ չէ այդպես էր։ Մոտ 1600 տարի առաջ, 4-րդ դարի վերջում, Հայաստանում մարդիկ խոսում էին հայերեն, բայց որպես գրավոր լեզու, պետությունը և եկեղեցին օգտագործում էին այլ լեզուներ՝ հունարենը, պարսկերենը, ասորերենը։ Հայերենով գիր և գրականություն ունենալը ազգապահպան խնդիր էր դարձել։ Դա լավ հասկանում էին կաթողիկոս Սահակ Բաղդեղը և զինվոր հոգևորական պալատական գրագիչ Մեսրոպ Մաշտոցը։ Նրանք դիմեցին հայոց արքա Ռամշապուհին և առաջարկեցին գտնել և վերականգնել հին հայերեն գրերը, որոնք նախկինում կիրառվել էին, բայց հետո ինչ-ինչ պատճառներով արգելվեցին և մոռացվեցին։ Ռամշապուհ արքան մեծ ոգևորությամբ ընդունեց գաղափարը։ Նրա աջակցությամբ Հայաստան բերվեց հնում օգտագործվող հայոց գրերի տարբերակը 22 տարից ողջացած։ Սակայն արագ պարզվեց, որ այդ գրերը չեն արտացոլում հայերենի բոլոր հնչյունները, և Մաշտոցը որոշում է մշակել այնպիսի այգուբեր, որում մեկ հնչյունի կհամապատասխանի մեկ տառ, իսկ մեկ տառին մեկ հնչյուն։ Մի քանի տարի Մաշտոցը աշխատում է հին աշխարհի գիտական կենտրոններում, փորձելով բացահայտել գրերի առեղծվածային գաղտնիքը։ Եվ 405 թվականին աստվածային հայտնությամբ նա տեսնում է մի տեսիլք, շայրի վրա դաջված հայոց գրերի մեծատառերը։ Մաշտոցը գրի է անում դրանք, հետո որոշում տառերի թվային արժեքները և տալիս համապատասխան անուններ։ Հայոց գրերի ստեղծման մասին լուրը մեծ խանդավառությամբ ընդունվեց Հայաստան աշխարհով և վերածվեց իսկական տոնախմբության։ Հայաստանում բացվեցին նոր գրերի ուսուցման բազմաթիվ դպրոցներ, առաջիններից մեկը Արցախում, Ամարասում։ Նորաստեղծ տառերով գրի առնված առաջին նախադասությունը Աստվածաշնչից մի հատված էր. «Ճանաչեց իմաստություն և սխրատ, իմանալ սպանս հանճարով»։ Ինչու՞ց դա։ Երբեք լավագույնս արտացոլում էր Մաշտոցի աշխատանքը, բացահայտել հայոց գրերի մեծ խորհուրդը, նրանց խորքային կապը հայոց լեզվի հնուց եկած գիտելիքների հետ։ 36 տարից բաղկացած Մաշտոցի այգուբենը և գրային և փողային համակարգ էր։ Բացի այդ, այգուբենի միջոցով բացահայտվում, պահպանվում և սերունդներին է փոխանցվում հայերենում թարգմանված գաղտնի ինֆորմացիան աշխարհի կառուցվածքի մասին։ Մաշտոցյան գրերի ստեղծումից հետո ծաղկեց ամբողջ այդ մշակույթը, կրթությունը, մատենագրությունը, ամրապնդվեց հայ ժողովրդի ինքնագիտակցությունը։ Այսօր Մաշտոցյան տառերը աշխարհի ամենակատարյալ ու կենսունակ այգուբենների շարքում են։ Ավելի քան 1600 տարի գործածվելով հայոց այգուբենը հասել է մեզ առանց փոփոխությունների։ Միայն 12-րդ դարում այն համադրվել է օ և ֆ տառերով, իսկ 20-րդ դարում ավելացել է և տառը։ Մաշտոցյան այգուբենը իր պատվարով տեղն է զբաղեցնում համաշխարհային մշակույթի գանձարանում, հանդիսանալով հայ մարդու ինքնության կարևորագույն տարրերից մեկը՝ հայերի յուրօրինակ ազգային կոդը։
Մեսրոպ Մաշտոցը 405 թվականին։ Բայց դու եք ասես ով է գրել հայոց գրերը։ Հայոց գրել է Մեսրոպ Մաշտոցը 405 թվականին։ Նատալի, դու եք կգրտես հայոց գրերն ով է գրել։ Հայոց գրել է Մեսրոպ Մաշտոցը։ Ճիշտ է, Մեսրոպ Մաշտոցը։ Եվ երեխաներ, եկեք հայերեն թարգմանված առաջին նախադասությունը բոլորով ասենք, քանի որ դա մեզ ամբողջ կյանքում ուղեկցում է։ Ինչպիսին էր հայերեն թարգմանված առաջին նախադասությունը։ Ճանաչել իմացություն, եզրախ, իմանալ զմանս, հանճարոյ։ Ճիշտ է, ճանաչել զիմաստություն և զղրախ, իմանալ զմանս, հանճարոյ։ Եվ դա հայերեն թարգմանված առաջին նախադասությունն է։ Եկեք հասկանանք, ով էր թարգմանել այս նախադասությունը և որտեղից։ Ով կպատասխանի իմ հարցին, մեր կարող ես ասել, ով էր թարգմանել այս նախադասությունը և որտեղից։ Այս նախադասությունը թարգմանել է Մեսրոպ Մաշտոցը Սուրբ Կաշկի։ Ճիշտ է, Արտյոմ, կասես ով էր թարգմանել այս նախադասությունը և որտեղից։ Այս նախադասությունը թարգմանել է Մեսրոպ Մաշտոցը Սուրբ Կաշկի։ Ճիշտ է, Նարեկ, դու եք կասես ով էր թարգմանել այս նախադասությունը մեզ համար։ Ճիշտ է, այս նախադասությունը թարգմանել է Մեսրոպ Մաշտոցը, եկեք բարձր խոսենք, հա, Սուրբ գրքից, և եկեք հասկանենք երեխաներ, քանի որ մենք խոսեցինք արդեն հայոց գրերի մասին, որ այն ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը, հայերենը քանի տառ ունի, ով կարող է ասել հայերենի տառերը, քանիսն են, կասես մեր հետ հայերենը քանի տառ ունի։ Հայերենի 39 տառ, 36 հնչյուն։ Ճիշտ է, իսկ կարող ես ասել հայերենի ձայնավորները քանիսն են, կամ մի ոտքի ասա հայերենի ձայնավորները։ Հայերեն ունի 6 ձայնավոր, որոնք գրվում են 8 տառ։ Շորերը հանգիստ արիթողն են։ Արմեն, եկեք ըստ գրադարտակի մոտ, մեզ համար ցույց տես հայերենի ձայնավորները և ասես հայերենը քանի ձայնավոր ունի։ Հայերեն ունի 6 ձայնավոր, որոնք գրվում են 8 տառ։ Այո, միայն ձայնավորները ցույց տուր այս անգամ, դա։ Ա, բարձր ասա։ ի, Ու, օ։ ճիշտ է։ Սրանք մեր հայերենի արտաշատ ձայնավորներն են, որոնք գրվում են 8 տառում։ Եվ քանի որ մենք այսքան մեր նախադասություններով խոսեցինք, իմ հարցերն էլ պատասխանեցինք նախադասությամբ։ Եկեք հասկանանք, որն է կոչվում նախադասություն։ Ով կարող է ասել։ Նատալի, կասես, եկեք հետտեսնենք փոքրիկները գիտեն, որն է կոչվում նախադասություն, կասես, բարերի, բարձր արի խոսենք, դա, դանդաղ ու բարձր արի, բարերի, ճիշտ է։ Նարե, դու եք կկրկնես, որն է կոչվում նախադասություն։ Բարձր խոսենք։ Ճիշտ է։ Արտյոմին էլ եկեք տեսեք, որն է կոչվում նախադասություն։ Ճիշտ է, բարերի այն խումբը, որը ինքը արտահայտում կոչվում է նախադասություն։ Արմենուհի, կարող ես ասել նախադասությունը ինչպես է սկսվում և ավարտվում։ Նախադասությունը սկսվում է վերջատար, վերջանում է Վերջակետում։ Մեր հետ կտես գրադարտակի մոտ, քանի որ մենք դեռ չենք կարող գրել, ես այժմ պատկերեմ այստեղ բանկյուն, պատկերացնեք, որ սա մեր նախադասությունն է, իսկ սրանք մեր նախադասության բառերն են։ Այլ նշում կատարենք, ինչպես է նախադասությունը սկսվում։ Նախադասությունը սկսվում է Ճիշտ է։ վերջանում է վերջակետով։ Ճիշտ է։ Մենք անգամ էլ այսպես ալի կարող ենք պատասխանել, ինչպես է սկսվում նախադասությունը և Նախադասությունը սկսվում է մեծատար, վերջանում է վերջակետով։ Ճիշտ է, շատ աղտես։ Նախադասությունները սկսվում են մեծատար և վերջանում են վերջակետով։ Եվ եկեք հասկանանք, ինչերից են կազմված նախադասությունները, ով կարող է ասել։ Ասա Արմենուհի, ինչերից են կազմված նախադասությունները։ Նախադասությունները կազմված են տառերից։ Ճիշտ է։ Նարե, դու եք ասես նախադասությունները ինչերից են կազմված, բարձր արի խոսենք, դա։ Նախադասությունները կազմված են տառերից։ Ճիշտ է։ Մեր դու եք ասես նախադասությունները ինչերից են կազմված։ Նախադասությունները կազմված են տառերից։ Ճիշտ է, նախադասությունները կազմված են բառերից, եւ եկեք հասկանանք, բառերը կազմելու համար մենք ինչպես են բառերը մասերի բաժանում, ինչ են անվանում դրանց, ով կարող ասել բառերը ինչերից են կազմված։ Ասես Նատալի, ես վստահ եմ, որ դու գիտես։ Ասա, բառերը ինչերից են կազմված։ Բառերը կազմված են
Վանգերից։ Ճիշտ է։ Իսկ արի միասին ասենք վանգերը քանի տեսակ են լինում, որ մենք վանկալում ենք բառերը միասին։ Արի ասենք, հա, վանգերը քանի տեսակ են լինում։ Վանգերը լինում է 3 տեսակ։ Ճիշտ է։ Միավ։ Միավան, բազմավան, Երկվան։ Ճիշտ է։ Միավան, երկվան եւ բազմավան, շատ ապես։ Արմենուհի, կգաս գրատախտը, հիմա քանի որ Նատալին արդեն մեզ ասեց վանգերը քանի տեսակ են լինում, ես այստեղ գրում եմ որևէ տարվա եղանակ, որը գրենք, արի գրենք գարունը։ Ահա, գարունը, քանի որ մենք արդեն ճանաչում ենք տարերը, գարուն բառը քանի վանք ունի։ Քանի վանք է։ Երկվան, ինչպես կնշենք մենք վանկերը։ Գա, ինչ է, արի այսպես անենք, գա, գա և ռում, չէ։ Արի հիմա հասկանանք, եթե տվյալ բառում ունի երկու վանք, ցույց կտաս և կասես մեզ որոնք են դրա ձայնավորները։ Ա և ու հնչյունները ձայնավորներն են, իսկ կարող ես ասել, եթե տվյալ բառում ունի երկու վանք, ապա այնքանի ձայնավոր ունի, օրինակ կարող բառը ունի երկու վանքից են դրա ձայնավորները։ Ճիշտ է, երկուսը, այսինքն մենք բառը որքան որ վարկեր ենք բաժանում, այն ունի այդքան ձայնավորներ, չէ՞ երեխաներ։ Եվ քանի որ վանկերի մասին էր խոսեցինք մի փոքր, եկեք հասկանանք։ Մեր վանկերն ինչերից են կազմված։ Ով կարող է ասել։ Մեր ասած վանկերն ինչերից են կազմված։ Տեսար մենք բառը վանկատեցինք, չէ՞ միասին։ Վանկերը կազմված են Հնչյուն։ Ճիշտ է, հնչյուններից, իսկ կարող ես ասել հնչյունները քանի տեսակ են լինում։ Դες մենք ամբողջ ուսումնական տարվա ընթացքում սովորեցինք, չէ՞ այդ հնչյունները։ Կասես հնչյունները քանի տեսակ են լինում։ Հնչյունները լինում են Ահա։ 2 Այո, ճիշտ է։ Ձայնավոր է բանաց։ Իսկ մենք ձայնավորները լեին հարցերից սուրբիրկանի։ Իսկ ձայնավորները մենք ինչպես ունավորեցինք ամբողջ տարվա ընթացքում։ Կարմիր, իսկ բաղաձայնները կապույտ, ճիշտ է։ Նարե, դու էլ կասես վանկերը ինչերից էին կազմված։ Ասա, վանկերը կազմված են։ Վանկերը կազմված են Հնչյուն։ հնչյուններ։ Ճիշտ է, հնչյուններից, իսկ հնչյունների տեսակներն էլ արի միասին թվարկենք, որոնք են։ Քանի ձև են լինում հնչյունները։ Արի միասին ասենք, հա, ձայնը։ Ձայնավոր և բաղաձայն, ճիշտ է։ Եվ քանի որ ես արդեն զգում եմ, որ մենք արդեն բավականին բաներ ենք սովորել գրաճանաչությունից, եկեք հանգիստ թողնենք Մեսրոպյան գրերի նախադասություններին և թվարկենք մի քանի հեքիաթներ, որոնք որ մենք սովորել ենք։ Ինչ հեքիաթներ ենք սովորել, եկեք տեղում արագ թվարկենք, հա հեքիաթները։ Ծիտը, օչադաղ, վայսը, սերուբուլի, ծախեդմարտը, ծախորդանոսը, ճիշտ է, այդ որը։ Այդքան եք սովորել և որը մնաց բարև։ Ճիշտ է, մենք այլ հեքիաթներն էինք սովորել, բայց սա հատուկ է ընտրված այս հեքիաթները, ինչու։ Եկեք հասկանանք, ով էր գրել այս հեքիաթները, միասին ասենք։ Հովհաննես Թումանյանը։ Մեկ անգամ էլ կրկնենք, ով է գրել այս հեքիաթները։ Հովհաննես Թումանյանը։ Հովհաննես Թումանյանը, և եկեք հասկանանք, որտեղ էր ծնվել Հովհաննես Թումանյանը, ով կարող է ասել։ Աղջան, կասես որտեղ էր ծնվել Հովհաննես Թումանյանը։ Հովհաննես Թումանյանը ծնվել է Լավացասեղ։ Ճիշտ է, մեր կասես Հովհաննես Թումանյանը որտեղ է ծնվել։ Հովհաննես Թումանյանը ծնվել է Լորվաթասեղ գյուղում։ Նարե, դու էլ կրկնես հասկանալու համար, թե որտեղ էր ծնվել Հովհաննես Թումանյանը։ Հովհաննես Թումանյանը ծնվել է Լորվաթասեղ գյուղում։ Ճիշտ է, Հովհաննես Թումանյանը ծնվել է Լորվաթասեղ գյուղում, և Հովհաննես Թումանյանը երեխաներ այն միակ բանաստեղծներում տվել էին կոչում, ով կարող է ասել ինչ կոչման մասին էր խոսքը։ Ասա Արմենուհի, ինչ կոչում էին տվել Հովհաննես Թումանյանին։ Հովհաննես Թումանյանին կոչում էին տվել ամենայն հայոց բանաստեղծ։ Ճիշտ է, մեր դու էլ կասես Հովհաննես Թումանյանի կոչումը։ Ինչ կոչում էին տվել Հովհաննես Հովհաննես Թումանյանին տվել ամենայն հայոց բանաստեղծ։ Ճիշտ է, ամենայն հայոց բանաստեղծ կոչումը տվել էին Հովհաննես Թումանյանին։ Եվ քանի որ արդեն մենք մի փոքր հոգնել ենք նստած, եկեք բոլորս կանգնենք ոտքի և հասկանանք մեր առավոտյան հանդերձանքը ինչպես էին։ Արմանում են, շոր են հանդում, այանց տեղ, անդողին ես
կարդալու եւ խոսելու համար։ Ապա թվերը ինչու են մեզ անհրաժեշտ, ով կարող է ասել։ Ասա Արմենի, թվերը ինչու են մեզ անհրաժեշտ։ Թվերը մեզ պետք են հաշվելու համար։ Ճիշտ է։ Նարե, թվերը ինչու են մեզ անհրաժեշտ։ Թվերը մեզ պետք են հաշվելու։ Ճիշտ է, Նատալի, դու էլ կասես թվերը ինչու են մեզ անհրաժեշտ։ Թվերը մեզ Հաշվելու համար, ճիշտ է։ Եվ եկեք հիմա բոլորով միասին 1-ից մինչև 10-ը հաշվենք, հա, ես սիրուն ես, եկեք հաշվենք։ 1, 2, 3, Եկեք նախ Բոբին ողջունենք երեխաներ։ Եվ երեխաներ, Բոբին այսօր եկել է, որպեսզի ձեզ ցույց տա մի քանի առաջադրանքներ եւ հասկանա, տեսնի, թե դուք ինչու եք սովորել նաեւ մաթեմատիկայից։ Եվ նա առաջինը տեսնենք ում է ուզում կանչել։ Ահա, հասկացա։ Նատալի, կտաս գրատախտակի մոտ։ Արի։ Եվ այստեղ կանգնենք միասին։ Թող Բոբին այստեղ նստի։ Եվ քանի որ այստեղ մենք ունենք վրձիններ, Բոբին ուզում է, որպեսզի դու վրձինները հաշվես։ Կհաշվես դրանք։ 3, Այո։ 4, շատ ապրես։ Մենք հաշվեցինք մինչև 4-ը, չէ՞ միասին։ Կմոտենաս պաստառին, հաշվես նաև շունիկներին, տեսնենք որտեղ են շունիկները։ Կհաշվես, այո։ 2, ահա, 3, 4, դա որ թվանշաններ Նատալի։ 4 Ճիշտ է, դա 4-ը թվանշանն է, շատ ապրես։ Հիմա տեսնենք Բոբին հաջորդը ում է ուզում, որ նա գա մեզ մոտ։ Ահա, Արտյոմին, բայց կարող եմ Արիին կանչել, չէ՞։ Յա, Արտյոմ, Արի, Արտյոմ։ Արի, տեսնենք Բոբին քեզ համար ինչ առաջադրանք է պատրաստել։ Ահա, հիմա մենք այստեղ սեղանին ունենք դրված 3 առարկաներ, ինչ է սա։ Գնդակ, սա ինչ երկրաչափական մարմին է, շրջան եւ սա ինչ է։ Ավտոմետ։ Ճիշտ է, մեքենա է։ Արի հիմա միասին հասկանանք, Բոբին ինձ առաջադրանքն արդեն ասել է։ Կարող ես այս առարկաներից ցույց տալ որն է ամենամեծը։ Այո, ճիշտ է, գնդակ, իսկ որն է ամենափոքրը։ Շրջանը, իսկ դրանց մեջտեղում միջինը որն է եւ որ ոչ մեծ է, ոչ փոքր։ Ճիշտ է, ավտոմեքենա։ Քանի առարկաներ մենք դու ցույց տվեցիր մեզ։ 3 կմոտենաս պաստառին, մեզ համար հաշվես առույցներին։ Ճիշտ է, եւ դա որ թվանշանն է։ 3 թվանշանն է։ Շատ ապրես Արտյոմ, նստի։ Ահա, հիմա, քանի որ նա արդեն տվել էր Նարեի անունը, հիմա ուզում ենք, որ Նարեն գա մեզ մոտ։ Ահա, եւ քանի որ մենք բազմաթիվ անգամներ նկարչություն ենք արել, Նարե կարող ես Բոբին ինձ արդեն առաջադրանքն ասել է։ Մեզ համար թվարկես, թե նկարչության հիմնական գույները որոնք են։ Բարձր ենք խոսում։ Նկարչության։ Այո, արի միասին ցույց տանք։ Որն է։ Կարմիր, վերցրու ձեռքդ տեսնենք, ցույց տուր բոլորին տեսնենք ճիշտ է, դա այո, կարմիր է։ Որը։ Կապույտ, վերցրու դա էլ ցույց տուր, եւ որը, վերջին գույնը որն է։ Դեղին, ճիշտ է, մեր ձեռքին հիմա կա 3 մատիտներ, չկմոտենաս նորից գրատախտակին եւ պաստառի վրա մեզ համար ցույց տաս 3 թվանշան է, որն է, առյուծներին միասին նորից արի հաշվենք, քանի որ Արտյոմն էլ է հաշվել 2 եւ դա որ թվանշանն է Նարե։ Ճիշտ է, 3 թվանշանն է, շատ ապրես գնա նստի։ Հիմա տեսենք, քանի որ արդեն Մհերն ու Արմենին գնալու են դպրոց, նրանց առաջադրանքները մի փոքր ավելի բարդ են։ Եվ հիմա Մհեր կտաս գրատախտակի մոտ, ահա, արի։ Հիմա մենք այստեղ ունենք երկրաչափական մարմիններ։ Չնայած, որ մենք կարող ենք միասին սովորել ընդամենը 4-ը, մենք սովորել ենք
ավելի շատ երկրաչափական մարմին է։ Արի սկսենք հեստերից, երկրաչափական մարմին է։ Դրանք դրանք որոնք են հասցի, որպեսզի բոլորը հասկանան։ 4 ճիշտ է շատ։ Հիմա արի միասին հասկանանք, թե սա ինչ երկրաչափական մարմին է։ Իսկ կհաշվես դրանքները, որպեսզի բոլորը հասկանան, որ դա ճիշտ է։ Ճիշտ է։ Արի սա երկրաչափական մարմին է։ Շրջան։ Իսկ սա ինչ երկրաչափական մարմին է։ Ուղղանկյուն։ Մեր խմբասենյակում չկա, որ ուղղանկյունի է։ Ճիշտ է, գարի սեղան է։ Այո, եւ քանի որ 4 հեշտ մարմիններ ցույց տվեցի, արի մի փոքր առաջադրանքը փոխեցնենք։ Սա ինչպիսի երկրաչափական մարմին է։ Հաշվի անդունները մտքում ասա։ Կհաշվես նաև բարձրաձայն և ցույց տաս դրա անկյունները, որպեսզի բոլորը տեսնեն։ 5 ճիշտ է, հանգանքում։ Իսկ սա ինչպիսի երկրաչափական մարմին է, մհեր։ Կհաշվես դրա անկյունները նորից։ 6 ճիշտ է, 6 անկյուն է։ Արի մի փոքր ավելի բարձրացնենք առաջադրանքը։ Սա ինչպիսի երկրաչափական մարմին է։ Արի միասին հաշվենք այստեղից, սկսեցինք։ Բարձր հաշվի։ 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8 քանի անկյուն է սա։ 8 անկյուն։ Եվ Քոբի առաջարկած առաջադրանքից վերջինը սա ինչ երկրաչափական մարմին է։ Շեղանկյուն։ Մենք միասին ցույց տվեցինք, քանի երկրաչափական մարմիններ արի միասին հաշվենք։ 1, 2, 3, 4, 5, 6, 7 8 եւ կմոտենաս գրատախտակին, պաստարի վրա ցույց տաս 8 թվանշանը եւ հաշվես մեր զատիկներին։ Այո, դե հաշվիր զատիկներին, որպեսզի համոզված լինենք, որ դա 8 թվանշանն է։ 8 ճիշտ է, շատ ապրես մհեր։ Շատ գեղեցիկ պատասխանեցի փոքրի հարցերին։ Դու գիտես բոլոր երկրաչափական մարմիններն ավետ եւ Արմենի դու արի գրատախտակի մոտ։ Եվ քանի որ մենք միասին սովորել ենք նաև գումարում մարմինները, այժմ ես այստեղ դրել եմ քեզ համար 5 մատիտներ, չէ՞։ Եթե դու ունես 5 մատիտներ եւ ընկերկողարը քեզ տալիս է եւս 2-ը, ինչ կստանենք 5-ին գումարած 2։ 7 կհաշվես տեսնենք ճիշտ ես ասում 7-ը։ 1, 2, 3, 4, 5, 6, 7 ապրես դու շատ ճիշտ գումարումը կատարեցիր։ Իսկ հիմա արի միասին 7-ից հանենք 5-ը։ Քանի թիվ կստանանք։ Արի 5 մատիտները հանենք եւ տանք ինձ։ Արի 5-ը հանենք եւ հասկանանք 7-ից հանած 5 ինչի է հավասար։ 7-ից հանած 5 ինչի է հավասար։ 2 ճիշտ է։ Կմոտենաս գրատախտակի մոտ մեզ համար ցույց տաս 7 թվանշանը, այո, 5 թվանշանը եւ 2-ը։ Եվ Արմենուհի կարող ես մեզ ասել, որն է ամենափոքր բնական թիվը։ 1-ը։ Իսկ մենք ամենամեծ բնական թիվ ունենք, կարող ես ցույց տալ դա։ Ոչ, ինչու չես կարող, բայց ինձ թվում է մենք ունենք ամենամեծ բնական թիվ ունենք, թե ոչ։ Ինչու չունենք։ Որովհետև կարող ենք անդադար հաշվել։ Ճիշտ է, անդադար եւ անվերջ կարող ենք մենք հաշվել, շատ ապրես, դու մնա գրատախտակի մոտ կանգնենք, այստեղ ես մի փոքր հավասարումներ եմ գրել, եկեք բոլորս մասնակցենք, հա, քանի որ մենք նշանների տիրապետում ենք մեծի, փոքրի եւ հավասարի, նշանները ես կտեղադրեմ, բայց եկեք հիմա հասկանանք 5-ը մեծ է, փոքրը թե հավասար է 5-ը, ով կարող է ասել։ Հավասար է, չէ՞։ Այսինքն ես նշելու եմ այստեղ հավասարի նշանը, իսկ 9 թվանշանն է մեծ թե 9-ը։ 9։ Չէ, կներեք 4-ն է մեծ թե 9-ը։ 4-ը։ 9։ Արմենուհի, որն է մեծը։ Կհաստատես ընկերների ասածը, որ թվանշանն է մեծը։ 9 ճիշտ է։ Եվ վերջին հավասարումը 7-ը եւ 1-ն է, որ թվանշանն է ավելի փոքր։ Որն է
փոքր 7-ը թե 1-ը։ Ով կարող է ասել։ Որը։ Եկեք ասենք, որ թվանշանն է փոքր 7-ը թե 1-ը։ 1-ը, չէ։ Ահա, սա էլ էսպես։ Ապրես Արմենիկի, ապրի Բոբին, գնա նստի եւ քանի որ Բոբին շատ շնորհակալ էր բոլորիցը, նա խոսք տվեց ինձ, որ մեր արդեն հաջորդ ուսումնական տարվա ընթացքում մեզ ավելի հաճախ հյուր կգա։ Եվ հիմա ես ձեզ կբաժանեմ մի փոքրիկ առաջադրանքներ, քանի որ մենք այսօր կառուցողական աշխատանքներ մասին պատրաստելու։ Եվ քանի որ արդեն մեր բոլորի դիմաց կան դրված ժադեր թղթեր, ես հիմա ձեզ ցույց կտամ, թե այսօր մենք ինչ ենք պատրաստելու միասին։ Այսօր մենք պատրաստելու ենք գեղեցիկ կակաչներ, չէ՞ միասին։ Եվ մինչ կակաչին անդրադարձ կատարելը ես ուզում եմ, որպեսզի հասկանանք, մեզ այսօր ինչն է օգնելու։ Ձեր սիրելի չուփաչուփսը այսօր դառնալու է մեր կառուցողական աշխատանքի հիմքը։ Մենք դրա վրա պատրաստելու ենք գեղեցիկ կակաչներ եւ նվիրենք մեր մայրիկներին։ Հիմա մինչ կակաչներին անցնելը ես ուզում եմ, որպեսզի մենք բոլորով վերհիշենք ծաղիկի կառուցվածքն ինչպիսին է։ Ինչ է մեր ոչ ինքս։ Արմատ, ծաղիկ, արմատ, ցողուն, տերև, առեջ եւ ծաղկաթև։ Այսպիսին է ծաղիկի կառուցվածքը։ Եվ մենք հիմա պատրաստելու ենք միասին այս գեղեցիկ կակաչները, բայց եկեք հասկանանք, քանի որ մենք այստեղ տեսնում ենք երկու գույններ, եկեք հասկանանք, այս երկուսից որն է հիմնական գույն, կարմիրը թե կանաչը։ Կարմիրը, չէ, կարմիրը։ Իսկ կանաչը ինչպիսի գույն է, խառնուրդ է թե ոչ։ Խառնուրդ է, ճիշտ է, ինչու, որովհետև այն կապույտի և դեղինի խառնուրդն է կանաչ գույնը, ճիշտ է։ Հիմա ես կվերցնեմ չուփաչուփսը և կվերցնեմ նաև ժադե տեսակի թուղթը։ Երեխաներ, այս թուղթը ինքը ճպտող թուղթ է, մենք ծաղրելու ընթացքում պետք է չվախենանք։ Եվ տեսնում ենք, որ այն մի փոքր ավելի երկար հատված ունի։ Երկար հատվածը դնում ենք չուփաչուփսի վրա։ Բոլորով եկեք կատարենք ինձ հետ միասին, ես ընթացքից կմոտենամ ձեզ կօգնեմ։ Երկար հատվածը եկեք բոլորով պահենք ցույց տանք, սա է չէ երկար հատվածը։ Որն է երկար հատվածը։ Ահա, հիմա ես կկատարեմ և կմոտենամ ձեզ բոլորին կօգնեմ։ Հիմա այսպես գեղեցիկ մենք պտտելու ենք այն և ստանալու ենք մեր կակաչի թղթիկը։ Երեխաներ չեք վախենում այս թղթի հետ աշխատելուց, որովհետև այն ճպտող է և մեզ հնարավորություն կտա գեղեցիկ կակաչներ ստանալու։ Հետո ես վերցնելու եմ կանաչ ժադե տեսակի թուղթը և այն ծալելու եմ այստեղ փոքրիկ շրջանի տեսքով հատվածից, որովհետև պետք է ստանանք ծաղիկի ինչը ցողունը, չէ՞։ Ահա, ցողունը պետք է ստանանք և այսպես գեղեցիկ կծալենք նաև ցողունը և կստանանք ինչ էր։ Ցողուն չէ, բայց ծաղիկ կա։ Կակաչներ։ Երեխաներ, քանի որ ձեր բոլորի դիմաց գրված են չուփաչուփսներ, կարող եք ասել այն ինչ երդաչափական մարմինի է նման։ Այնտեղ ինչ է նման, չէ, գնդի է նման չուփաչուփսը։ Հիմա ես ստացա այսպիսի փոքրիկ գեղեցիկ ծաղիկներ։ Այժմ ես կմոտենամ ձեզ բոլորիդ կօգնեմ, որպեսզի մենք կարողանանք պատրաստել։ Ձեր երկուսի սեղաններին գտնեմ այս նմուշ օրինակները։ Այստեղից վերցրու, ահա, և սկսի պտտել։ Այստեղից այսպես պտտում ենք։ Վերցրու, ինքդ պտտի, այստեղից վերցրու, պտտի։ Արմենիկ սկսի, այստեղից պետք է պտտես, քանի որ մենք պահելու ենք չուփաչուփսը այսպես, ու այստեղից պետք է պտտես ծաղիկը։ Արմեն, անդանի միասին պատրաստենք, հա, վերցրու, և միասին ենք պտտենք։ Իրականում այս աշխատանքը բավականին խրթին է, բայց վերցրու, հարես տեղում միասին վերցրու, ապրես,
ես մի փոքր սեղմեմ, որպեսզի չբացվի։ Ահա։ Ապրի Արմենուհի, Արտյոմ, հիմա ես ձեր ընկերներին լողում եմ ու միասին պատրաստենք թողունը։ Վերցրու, այստեղից պետք է փարատի, այստեղից փարատեցնի։ Նայ, ներքևի ճարդներ, դե իրեն ծալիր, ահա, արիները միասին անենք, վերցրու, դու բաղում շուպացրուսի ներքևը, ներքևը ոչի ու արի, ներքևոր, միասին, Գեղեցիկ պատրաստեցին, Նատալին առաջ անցավ, տեսեք նա ցողոս էլ պատրաստել։ Աստյոմ, արի, հիմա ովքեր որ պատրաստել են զավեկի քրտիկները, եկեք նաև պատրաստենք ցողունները։ Ան կպատրաստես ցողունը։ Նարե, ցողունը կպատրաստես, տեսնենք ինչպես պետք է պատրաստես։ Ցողունը մատի պատրաստեցին շուկաշուկի ոչիկի վրա։ Շատ գեղեցիկ է արել, Նատալի, ապրես։ Այսպես պետք է իրան ինչով պատրաստել։ Տեսնում ես, ինչով պետք է որ ստանալ։ Ողջույն չեմ եք ստանել, այսպես հարթ ոչիկ կարող եք ծալել։ Արի տեսնեմ ինչպես ես դու ծալել։ Տեսնեմ։ Հա, դա գեղեցիկ ստացվեց, արի ոչիկներ անենք միասին։ Շատ գեղեցիկ ստացվեց, ապրես, սայլ բդտի, Նատալի, վերցրու բդտի, տեսերից պահի։ Մարը դու է շատ գեղեցիկ արել, ես մի փոքր կրկացնեմ։ Արդուի, ես ուզում էի, որ դու օգնեի արդյոք, բայց նա շատ ինքնին և գեղեցիկ արդյոք պատրաստեց ծալիկը։ Տեսնեմ, նայեք։ Հա, հիմա ես նայեմ։ Արի նայեք, տեսնելից ու պիտի պտտեցրու իրան ինչքերում է։ Պտտեցրու ես հատվածը, պտտեցրու։ Եկեք բոլորի թաթիկներին աստիկներ դինեմ, քանի որ գեղեցիկ արեցի։ Նա, արի ես հատիկ, այսպես անեմ, տեսնում եք, Ուրեք ձեր թաթիկներին դինեմ ձեր աստիկները։ Հա, շատ սիրուն եղավ, հետո ապրեք բոլորը պետք թաթիկը։ Հիմա եկեք բոլորս Հիմա եկեք մեր փոքրիկ ծաղիկները նվիրենք սեր մայրիկներին, անենք նվիրենք ու ետ վերադարձանք։ Արտյոմ, սա դատիկին նվիրիր։ Նատալի, սա դու քո դատիկին նվիրիր։ Դա դատիկին նվիրի Արտյոմ։ Պատրաստեցիք ծաղիկները և նվիրեցիք մայրիկների։ Հիմա ես ուզում եմ, որպեսզի բոլորս կանգնենք ոտքի, ուղղենք մեր ափորները և քանի որ Արտյոմի ուշքերը այսօր չեն բարենում այսպես, Zerca.
Հիմա երեխեք, ունեք սիրելի ներկաներ, մենք պատրաստել ենք մի փոքր գեղեցիկ բան աղջիկների մասնակցությամբ, հուսով ենք շատ խիստ չեք դատի, որովհետև նրանք շատ փոքրիկ են, տեսնենք թե ինչ է պատրաստել նրանք մեզ համար։ Ջրվի տող ամենյան կարևորը։ Արդեն գնալու են դպրոց, նրանք մի փոքրիկ խոսքեր ունեն մեզ համար պատրաստած։ Մհեր, սկսենք։ Այո, սկսենք։ Երաժիշտ բայց պետք է մոռանալ սերը մանկության թախերի աշխարհ։ Սերելի գլխակտար դու մեր առաջի մնաստավ մնաստանու։ Քո երկեն ու խաղը մեզ հետ կնան։ Ձյան ճանապարհ մեզ ուղեկցի։ Ու թե հրաժեշտ եմ գաճոր տալիս։ Սուրտու մոտ մի փոքրիկ անկյուն տողից մեզ հիշեցնում։ Շատ ապրեք, հիմա եկենք կանգնենք մեր ընկերների կողքին և այսքանով էլ եզրափակենք մեր այսօրվա փոքրիկ բացված պարապմունքով, հուսով եմ հավանեցիք և հիմնականում փորձել էինք ավելի շատ ներկայացնել այն ինչս որ սովորել էինք ուսումնական տարվա ընթացքում, իհարկե ոչ մեծ մասամբ, բայց հիմնականը փորձեցինք ցուցադրել։ Ես, քանի որ երեխաների համար ունեմ մի փոքրիկ պատրաստած նվերներ, սրանք նկարներն են, որոնք որ մենք նկարվեցինք դպրոցում, սրանք ևս կհանձնեմ ձեզ։ Սրանք փոքրիկ
զարգացնող խաղեր են, քանի որ մենք ամռանել չենք գալու դպրոց, հանդիպելու ենք նոր ուսումնական տարում։ Փոքրիկ հետաքրքիր առաջադրանքներ են, որոնք նրանք ամառը կարող են զբաղվել եւ նոր բաներ սովորել։ Սա քեզ Արմենուկի մհեր։ Եկեք տեսնենք Նատալի, Արտյոմ, հերթականություն գրվել էր եւ Նարեկ։ Սրանք ձեր փոքրիկ նվերները, նկարները կտամ նաեւ ծնողներին եւ ծնողներն նաեւ իրենց պորտֆոլիոները։ Ես ձեզանից ուսումնական տարվա ընթացքում ուզեցի սև պապկաներ, իհարկե իրենց ոչ բոլոր աշխատանքներն են այստեղ ներկայացված, որովհետեւ մեծ մասը ուղարկել են նաեւ տուն, այստեղ են ցուցադրված, բայց ամբողջ էջերը լրացված են։ Սրանք ես նաեւ կփոխանցեմ ձեզ։ Հիմնական ֆորմատը նաեւ ձեզ ցույց տամ ինչպիսին է։ Մենք այստեղ պատկերել ենք երեխաների լուսանկարները եւ այստեղ արդեն ամբողջ աշխատանքներն են, թե կառուցողական աշխատանքներ, թե նկարչություն, այն աշխատանքները, որոնք իրենք ինքնուրույն կատարել են նախակրթարանում։ Դե հիմնականում այսքանը, շնորհակալ եմ բոլորիդ ներկայության համար։ Երևի խոսքը փոխանցեմ մեր սիրելի տնօրենի Միկել Մովսիսյանին։ Քիչ ենք, բայց մեզ հայ են ասում, իսկապես պահի տակ թվում էր, թե առաջին դասարանի ինչ-որ ավարտական հանդեսը, որովհետև այնքան զինված էին գիտելիքներով, այնքան լիարժեք մայրենի հնչեց մաթեմատիկան, կերպարվեստի հետ կապ տեսա նաև ինչու՞ չէ, երաժշտություն, պար, ամեն ձևով գերհագեցած էր մեր միջոցառումը, ինչի համար ուզում շնորհակալություն հայտնեմ Գերգոհարին կատարած հսկայական ու նվիրական աշխատանքի համար, շնորհակալություն ձեզ շատ, միջոցառումը իսկապես ցույց տվեց ամբողջ ուսումնական տարվա ընթացքում կատարած աշխատանքի երևի թե 1/3, թե 1/4 մասը, չեմ կարող հստակ ասել, միջոցառումը եւ ամբողջ ուսումնական տարին վստահ կարող ենք ասել, որ չափորոշ չահեն էր, որովհետեւ այն բոլոր բաղադրիչները, որոնք հիմա չափորոշում շատ կարևորվում են, դուք ներառեցիք ձեր ամենօրյա խոսքի քաջալերելով, վստահեցնելով իրենց պատասխանները կարճ պատասխաններ չէին, որ ինձ շատ շոհացրեց, հիմնականում թեկուզ տարական դպրոցի վերջին հարցը տալիս ես մեկ բառով է պատասխանում, բայց երբ որ հստակ ամբողջությամբ նախադասությունը գնում ու գիտակցում էի, որ հարցը ինչպես պատասխանեց, դա արդեն մեծ ձեռքբերում է եւ Երանի այն դասարին, ովքեր աշխատելու է առաջին դասարան գնացող սաների հետ, որովհետեւ իսկապես աշխատանքի մեծ մասը կատարված է։ Շնորհակալ եմ ձեզ, սիրելի ծնողներ, մեզ վստահելու, մեր կողքին լինելու, աջակցելու, մշտապես մեր հետ հավասար քայլելու համար։ Կուզենամ այն ժպիտները, որ այսօր վայելեցիք, մշտապես վայելեք։ Վայելեք ձեր մայրությունը, ձեր ծնող լինելը եւ այն հրաշքը, որ դուք ունեք։ Շնորհակալություն շատ բոլորին։ Սա եւ շնորհակալություն քո հարցան, շնորհակալություն քո ավելի եւ իրական աշխատանքի համար։ Մի փոքր ավելի մանրամասն ասեմ, իրականում սա ոչ միայն դասընթացում է, այստեղ կիրառելի էին բազմաթիվ եւ բազմապիսի մեթոդաբանություն։ Եվ Գերգոհարը շատ սահմն կերպով այս ամեն ինչը անընդհատ հնչող բարեկառուցողական, այստեղ այդ կառուցողական աշխատանքը տարբեր էր։ Շնորհակալություն Գերգոհյանի ասացի նման շարունակությունն ասեմ, ցեզ որ մեզ եք վստահել եւ հուսամ որ մեր այս նոր ուսումնական տարում ունենանք ավելի շատ թվականակով աշակերտներ, որոնք այսպես պատրաստական ուղեկցեն դեպի առաջին դասարան, շնորհիվ մեր հմուտ, վառ եւ սիրով կատարած աշխատանքի, որը ցուցաբերեց Գերգոհարը։ Ապրեք։ Խոսել, որտեղ խոսքերը շատ էին եւ հիասքանչ, բայց չեմ կարող չասել շնորհակալություն։ Գերգոհար ջան, ես հիացած եմ ձեր աշխատանքով, ձեր գրագիտությամբ։ Շատ հիմա երևի ասեմ, քիչ է հանդիպում գրագիտման, բայց դու այնքան գրագիտ մատուցեցիք եւ տվել ես երեխաներին, որ միայն շնորհակալություն եմ ասում ես եւ ծնողներ ջան, ձեզանից եմ շնորհակալ, որ էլի ասեմ վստահել եք մեզ եւ ինձ թվում է, որ դուք գոհ եք։ Եվ ինձ թվում է, որ
դուք ինքներդ դրսում արդեն կասեք, որ այստեղ կա լավ դպրոց, որտեղ որ կա նախակրթարան եւ աշխատում են երեխաների հետ նման ձևով։ Առաջին դասն է, ես կարող եմ ասել լիարժեք առաջին դասն է։ Դե, քանի որ լսեցինք մեր տնօրենի եւ փոխտնօրենների կարծիքը, հիմա եթե ձեզանից արտահայտողներ կան, կարող են սիրով կլսենք։ Ես կարող եմ այստեղից լսել։ Շնորհակալ եմ Ագի երախտապարտ ու ցնցված։ Ես չի պատկերացնում ամենայն ազնվությամբ։ Համբերատար, ջանասիրաբար, իր գոհարի վերաբերմունքը, ինձ արտոս առաջնային, ինձ ձևի նվիրված ու շարքնած։ Հիմա գիտե որ դու մնա շատ իրոք ազնվությամբ, չի ուզում դու մնա, ոնց է մնա առանց գոհարի, արի մեր տունը, շատ շնորհակալ եմ ձեզանից, հոգաչափ տնօրինության ղեկավարներին, առաջնային բոլորի վերաբերմունքը, որպես մեծատառու մանկավար, հոգեբան, ձեր վերաբերմունքը, ինչպես մանկահասակ երեխան, այնպես է բոլորին։ Ես որպես ծնող երախտապարտ եմ ու շատ շնորհակալ եմ իրոք Գոհար ջան, ես որպես մանկավար խոնարհվում եմ, ես չեմ տեսել, ասենք վերաբերմունքը ուրիշ մանկապարպես հաճախել են, այսպիսի կազմակերպվածություն, զարման իրոք ես հստակ շարքապում էի, արսուկներսերը դսսվում են, շատ լավ եք, առողջ եք ձեզ, հանդիպենք հաջորդ տարի շատ լավ ձևով, շնորհակալ եմ շատ։ Համարեք բոլորի կողմից ուղղակի ես եք ուզենայի ավելացնել, որ էլի մի քանի անգամ էլ ասել եմ, ես Նատալի մաման եմ, իրան մանկապարտեզ չեմ տարել, միտքել չունեի տանելու, մինչև Տիկին Մովսիսյանի հետ պատահական ես խոսակցություն։ Ես գիտեի, որ Նատալին չպետք է մնա, բայց մտավախությունս էներ չբերեի, չհանդիպի այն մանկավարներին, ում հետ հանդիպել են, լսել եւ անցել են։ Ես եկել եմ բերել եմ, մի քանի ժամ մնացել ենք, հաջորդ օրվանից Նատալին եկել է, ու էլ տուն չի եկել։ Ուզենամ նաև շարունակություններ ես տեսակ մասնագետ ունենա դպրոցը, գոնե մեկը ունենա, գոնե մեկով սկսվի փոփոխությունը, հեղափոխությունը ձեր դպրոցում կարելի ասել, լավ մասնագետներ շատ ունեք, բայց երեխայի հետ հավասար քայլող մասնագետների կարիք բոլոր դպրոցները ունեն, եւ եթե շարունակությունը Գերկովարի նման լինի, ուղղակի կարծում եմ բոլորս շատ եւ շնորհակալ կլինենք։ Այսինքն երեխայի հետ համաչափ քայլող, ոչ թե ունեցած գիտելիքը պնդող երեխային այսպես ասած վիշով, այլ ուղղակի երեխայի ունեցած գիտելիքը իրենը դարձնելու, այսպես առաջ քայլող։ Որը այստեղ ամեն րոպե արժևոր է։ Այստեղ արկա է եւ ուրախ եմ, որ Նատալին հաջորդ տարի կմնա, ավելի շատ բաներ կսովորի ու կփորձի առաջի դասարան, չգիտեմ ում հետ, բայց քայլել է, ես կտացի տեսնենք։ Շնորհակալ եմ։